Բարերիկո ձեզ սիրելի հայրենակիցներ, իհարկե դժվար թե ես ու Դավիթը կարողանանք փոխարինել Նարեկին եւ Վազգենին հատկապես այս ձևաչափում, այս ոդքասթի շրջանակներում, բայց մենք այսօր պարտավորություն ունենք եւ մեր ընկերների առջեւ եւ նրանց բազմահազար լսարանի առջեւ տակ պահելու այս տաղավարը Ողջույն, մեր շատ սիրելի իմնեմնիմի ընտանիք, եթե դուք վերջի 2 օրը չեք հետևել կատարվողին երկրում եւ մասնավորապես Վազգենի եւ Նարեկի շուրջ ծավալվող իրադարձություններին, հավանաբար չեք հասկանում ինչա կատարվում եւ ինչու ենք այս տաղավարում մենք այսօր, հիմա ամեն ինչ կբացատրենք, մի անհանգստացեք։ Ես Անժելա Էլիբեկովան եմ, Արմինեն Ադիբեկյանը, մենք այսօրվա հերթապահներն ենք, ես հերթապահ Նարեկն եմ, Արմինեն հերթապահ Վազգենը։ Քանի տղաները 2 ամսով կալանավորված են, մենք որոշում ընդունեցինք ընդհանուր կոլեգիալ, որպեսզի շարունակենք հաղորդումը, որովհետև իրական նպատակը քաղաքական հետապնդումների տղաների դա լրացնելն էր եւ այս հաղորդումը փակելը, հետեւաբար ստանձնեցինք այս հաղորդման շրջանակներում առաջի հերթապահների պատասխանատվությունը մենք, հուսով եմ ձեզ հետաքրքիր կլինի։ Բարի երեկո, սիրելի աջակիցներ եւ հետևորդներ։ Եթերում իմնեմնիմի ոդքասթի 86-րդ թողարկումն է։ Եվ այսօր Վազգենի հերթապահն է սիրելի հաղորդավար Սերգեյ Սարգսյանը։ Շատ մոտ էր, Կարեն ջան, շատ մոտ էր, բայց սիրված։ Իսկ տենց սիրված անձնագրով իսկ Նարեկի տեղում պարոն հաղորդավարն է։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, իմնեն է եթերում այսօր մենք փոխարինում ենք Նարեկին եւ Վազգենին։ Բարև ձեզ, ես փոխարինում եմ Վազգենին, Արմինեն Նարեկին։ Ողջույն, բարի երեկո, եթերում է իմնեմնիմին եւ այսօր իմնեմնիմին եթեր է մտել 10:02 րոպե, որովհետեւ տաղավարում ոչ թե Վազգենն ու Նարեկն են, այլ փորձված հին հեռուստատեսային ֆորմատներում աշխատած մարդիկ, ես Ռուբեն Մխիթարյանն եմ, չեմ փոխարինում այսօր Վազգեն Սաղաթելյանին, որովհետև համարում եմ, որ իմնեմնիմի ֆորմատում Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը անփոխարինելի են։ Ես Ռուբեն Մխիթարյանն եմ այսօրվա հերթապահն եւ ես Արման Սաղաթելյանս, որը չնայած որ Վազգենի ավագի եղբայրն է, բայց այնուամենայնիվ նույնպես կարծում եմ, որ տղաները անփոխարինելի են, Ռուբենի հետ համամիտ եմ եւ այսօր մենք ուղղակի փորձելու ենք երկուսով վարել այս եթերը։ Բարի երեկո իմնեմնիմի հարգելի հետևորդներ, հարգելի հայրենակիցներ, դուք գիտեք, որ մեր ոդքասթի ընկերները Վազգենը եւ Նարեկը արդեն 16-րդ օրն է գտնվում են ապօրինի կալանքի տակ, անազատության մեջ են եւ այսօր ինձ եւ Տիկին Թագուհի Թովմասյանին վիճարկված է փոխարինելու նրանց, ես կփոխարինեմ Վազգենին, Տիկին Թագուհի Թովմասյանը Նարեկին։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ Հայաստանում, Սփյուռքում, Անժելա։ Բարև ձեզ, այսօր ինչ-որ իմաստով, այսպես ասեմ, արտակարգ եթեր է, արտակարգ եթերում արդեն մոտավորապես 1 ամիս կամ մի փոքր պակաս կամ ավել, այսպես աշխատում են մեր գործընկերները, դուք գիտեք, որ մեր 2 գործընկերները հիմա կալանավորված են եւ մեր պարտքն է, որ մենք այստեղ լինենք, ի պատիվ աշխատակազմի շարունակվում է այս աշխատանքը։ Ես Ռուբեն Մելիքյանն եմ, այսօր ինչքանով որ հաջողվի, չգիտեմ, վստահ չեմ, որ շատ կհաջողվի, բայց ամեն դեպքում փորձելու եմ փոխարինել Նարեկ Սամսոնյանին եւ իմ գործընկերը։ Ես էլ ողջունեմ, բարև ձեզ ու շատ շնորհակալություն, որ հետևում եք մեզ, ես Արսենն եմ Բաբայան, Վազգենին եմ փոխարինելու։ Նայ, նենց արտասանել դժվար է, բայց այս երգը որ կա, շատ ավելի հեշտ է։ Իմնեմնիմի։ Ոնց որ վանկի ենք բաժանում։ Ասեք, եթե հետո Ռուսաստանում խոսելուց ասել իմիմի, ավելի հեշտ կլներ։ Այսօր Էդգար Ղազարյանի հետ եմ, Նարեկ Սամսոնյան, խնդրում եմ։ Որպես Նարեկի հերթապահը եւ ես էլ որպես դեպի նիհարություն ձգտող մարդ Վազգենի։ Ես Նայրան եմ, ես հերթապահելու եմ Նարեկի փոխարեն։ Բարի երեկո, ես Արտուր Հայրապետյանն եմ եւ
Վազգեն Սաղաթելյանի աթոռին նստած։ Իմնեմի այսօրվա այս հատուկ թողարկումը մեր ընկերների եւ գործընկերների փոխարեն վարում ենք մենք, իմ շատ լավ գործընկերը Վարուժանը Գեղամյան, թուրքագետ։ Բարի երեկո, իմ այսօրվա գործընկերը եւ ուրեմն Նարեկի փոխարինողը ամերիկագետ Սուրեն Սարգսյանն է։ Ողջույն, իմ նիմի 95-րդ թողարկման հարգելի հետևորդներ, իմ նիմի ընտանիք, թույլ տվեք ներկայանալ, ես Լիլիթ Թումանյանն եմ, զբաղեցրել եմ Նարեկ Սամսոնյանի բազկաթոռը։ Ես որպես ավելի նիհար Վազգեն Սաղաթելյանի, ես Մեհեր Մկրտչյանն եմ։ Այս անգամ հերթապահում ենք մենք, թույլ տվեք ներկայանամ Լուսինե Հարոյան, եւ ես խնդրել եմ այսօր, որպեսզի ինձ ընկերակցի հասարակական քաղաքական գործիչ, շատ ակտիվ մարդ Գևորգ Պետրոսյանը։ Այսօր այդ նյանգամանքների բերումով մենք ենք հերթապահում իմ գործընկեր հրապարակեի խմբագիր Զարա Մարգարյանի հետ, Զարա Մարգարյանը փոխարինում է Նարեկ Սամսոնյանին։ Բարև ձեզ։ Ես Սուրեն Սուրենյանցս փոխարինում եմ Վազգեն Սաղաթելյանին։ Ես երջանկություն եմ այսօր այս տաղավարում լինել սիրելի լրագրող Սյուզիի հետ, բայց ցավոք մենք ստեղ նստած ենք Նարեկի եւ Վազգենի փոխարեն։ Այսօր եթերում եմ ես Զարա Մարգարյանը, հրապարակեի խմբագիր եւ Գոհար Մելոյանը։ Այսօր գիտեք Վազգենի եւ Նարեկի փոխարեն մենք ենք ես եւ Վարուժանը Գեղամյան, Վարուժանը Գեղամյան թուրքագետ է, գիտությունների տեխնացու եւ ես եւ Աննա Գրիգորյանը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր։ Բարի երեկո, հարգելի ունկնդիրներ, սկսում ենք իմ նեմնիմի հաղորդաշարի 106-րդ թողարկումը։ Ես եւ Նաիրա Կարապետյանը ողջունում ենք ձեզ։ Այսօր իմ համահաղորդավարն է հերթապահի կարգավիճակով բժիշկ ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը եւ Լիկա Թումանյանը։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, այս տաղավարում ինչպես պարոն Ղազարյանը պետք է ասեր, բայց ես ընդհատեցի, ես շարունակեմ նրա խոսքը, պետք է լինեին Նարեկը եւ Վազգենը, սակայն նրանք դեռևս հնարավորություն չունեն վարելու ոդքասթը, դրա համար այսօր վարելու ենք երկուսով, պարոն Ղազարյանի հետ, դիմավորենք Նարեկին ու Վազգենին։ Շատ շնորհակալություն ձեզ, շատ շնորհակալություն։ Մեզ այսքան ժամանակ օգնելու համար շատ զգացված ենք եւ մենք այլ նախագծերի շրջանակներում չեմ բացառում այս նախագծում հանդիպելու։ Այո, անպայման։ Ինչ տարօրինակ է, չէ՞, ինչ տարօրինակ է այս ամեն ինչը, շատ տարօրինակ է։ Բարև ձեզ ընկերներ։ Բարև ձեզ մեզ շատ սիրող եւ ընդհանրապես չսիրող։ Ինչ անսովոր է, չէ՞, ոնց որ ուրիշ տեղ նստած լինենք։ Ուրիշ տեղ լինի,